Օրվա նորությունն է այն, որ Մոսկվան նշանակեց Ռուսաստանի նախկին վարչապետ Սերգեյ Կիրիենկոին համակարգելու պրոռուսական ուժերին Հայաստանում 26 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Այստեղ երկու բան է հետաքրքիր։ Նրանք չեն թաքցնում, որ բարձրաստիճան պաշտոնյան նշանակված է այլ երկրի, Հայաստանի ներքին գործերի մեջ միջամտելու։ Երկրորդն է այն, որ դա հայտարարվում է, որպեսզի սպառնալիք խուճապը գիտակցվի եւ թևաթափ անի Հայաստանին։ Ինչով է պատասխանում Երևանը։ Մենք մինչև հիմա չենք էլ սկսել ռուսական գազից հրաժարվելու եւ իրանականը բերելու գործընթացը։ Մենք չենք արգելել ռուսական հեռուստաալիքները, ավելին Փաշինյանը գնում է Մոսկվա մասնակցելու Ալիևի եւ Փաշինյանի հետ կողք կողքի կանգնած շքերթին։ Սա նշանակում է, որ Մոսկվային Փաշինյանը չի խանգարում։ Դա ավելի շատ մեզ վրա ուղղված սպառնալիք է եւ ես առաջարկում եմ դիմադրել ներքուստ։ Մենք ամենքս կարող ենք հրաժարվել ռուսական հեռուստաալիքից, հրաժարվել ռուսական սննդից, ռուսական քարոզչությանը դիմադրել, որովհետեւ ապագաղութացումը սկսվում է մեր ներսում։